Եվ ամենահետաքրքիր հարցը կարծում եմ, որ ձեզ բոլորին ուզում է, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք։ 16.5% նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ըստ մի փոքր նվազում կա, 0.7 թե 0.8%-ի նվազում իրանք ունեն։ Մեր ձևով շարժումը 7.2%, այստեղ ունենք մենք բավականին մեծ փոփոխություն, ցավոք սրտի բացասական փոփոխություն, նախորդ հարցումները մենք իրականացրել էինք օգոստոսի վերջում եւ իրենք գրանցել են բավականին թռիչքային աճ 13.4% էին գրանցել ցուցանիշը, թե 13.4% եւ դա 5 անգամ ավել էր հունիսի վերջում իրականացած հարցումներից, այսինքն այդ թռիչքային աճը, որը որ գրանցված էր, ցավոք սրտի բացի նայած որ չի պահպանվել, այլ նաեւ անկում է ապրել։ Այստեղ ես պետք է ասեմ, որ ես այն ժամանակ էլ ասում եմ, որ այդ ցուցանիշը, որը որ գրանցվել էր, դա միայն եւ միայն Սամվել Կարապետյանի ֆիգուրի հանգամանքով էր պայմանավորված։ Ես հույս ունեի, որ աշխատանքը մեր ձևով այդ շարժման կավելացնի որոշակի առումով իրենց ցուցանիշը, բայց տեսնում ենք հակառակը պատկերը, ես կարծում եմ իրենք պետք է բավականին լուրջ ուշադրություն դարձնեն այն ձևաչափի եւ բովանդակությանը, որով իրենք աշխատում են։ Հայաստան դաշինք 6.8%, մի փոքր դրական շարժ կա։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին երկար ժամանակահատվածում գրանցում է դինամիկ աճ եւ 4.5%, եթե ուշադրություն եք դարձնում, այս արդեն իսկ այս 4 ուժերը հաղթահարում են այն բարիերը, որ հայտնվում են ազգային ժողովում։ Դոկ կուսակցությունը, ես կարող եմ ասել, որ գրեթե մոտիկ է այդ շեմին 3.8% եւ իրեն եւս կարելի է դասել այդ ցուցանիշի մեջ, որովհետեւ մենք այստեղ ունենք հրաժարվում են պատասխանել կամ դժվարանում են պատասխանել ցուցանիշներ եւ կարծում այստեղից կան որոշակի քանակություն մարդկանց, ովքեր որ չեն ասում, բայց որոշել են թե ում տալու ձայնը։ Հայաստանի Հանրապետական կուսակցություն 2.7%, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 2.3%, սա եւս վերջի մեր 5 հարցումների ընթացքում կուսակցությունը դուրս է գալի եւ բավականին եւս լավ ցուցանիշներ են ցույց տալիս։ Միասնության թևեր կուսակցություն, որը վերջերս է ստեղծվել, 1.5%, Հանրապետություն կուսակցություն 1.5%, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն 1.4%, ես վերջերս կարծեմ իրենց համագումար տեղ ունեցավ, Լուսավոր Հայաստան կուսակցություն 1.2% եւ Հայ ազգային կոնգրես կուսակցություն 1.2%։ Սրանք այն այս վերջի հարցումներով իրականացած երևացող, քիչ թե շատ ռեյտինգ ունեցող կուսակցություններ, որոնք որ կարող են ունենալ հավակնություններ կամ հայտնվելու ազգային ժողովում կամ դաշինքային որոշակի ձևաչափով հայտնվել են ազգային ժողովում։ Այլ նշել են 2.4%, հրաժարվել են պատասխանել այս հարցին 10.6%, դժվարացել են պատասխանել 22.4% եւ ընդհանրապես չեն քվեարկի նշել 14.1%։